Ադրբեջանը պետական քաղաքականությամբ ոչ բացահայտ, այլ քողարկված արդեն վերջին տարիներին բացահայտ կերպով էր դա անում, ճնշումներ էր գործադրում, աշխատանքներ չէր տրամադրում, կամ չգիտեմ նրանց երիտասարդ կադրերը, եթե կհիշեք խորհրդային իշխանության տարիներին կար բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներին տեղավորել աշխատանքի մանավանդ գյուղատնտեսական, մանկավարժական եւ այլ բնագավառների համար։ Հայկական գյուղերը, որ գյուղատնտեսության նախագահի ֆերմայի վարիչը բրիգադիներն, որ տասնամյակներ 30-40 տարի ղեկավարել են այդ գյուղը, բերում էին մի հատ, ասենք, ադրբեջանցի բարձրագույն կրթության մի երիտասարդ բերում էին հատը գյուղատնտես էր աշխատում օրինակի համար, մեկ ուրիշ մասնագիտությամբ եւ այդ մեկ ընտանիքը դառնում էր 2-5 նրանց զարգացումը սերնդի մի ընտանիքը փաստորեն ադրբեջանցիները ունենում են 5-ից մինչև 10 երեխաներ եւ մի քանի տասնամյակ հետո խնդիր առաջանում, որ ասենք դպրոց բացեն երեխաների համար։ Եվ այսպիսի քաղաքականությամբ նրանք աշճանաբար, շատ բնական ճանապարհով նաեւ դատարկվեց հայությունը եւ փաստորեն Արցախյան շարժման սկզբներում 1987-88 թվականին արդեն Նախիջևանի տարածքի հայկական գյուղերը գրեթե 90%-ով դատարկվել են, բացառություններ Ազնավերտ գյուղը, որը մոտ 80-90%-ով դեռևս բնակչությունը կար, եւ Երևանից Ազնավերտ ավտոբուս, հատուկ ավտոբուս էր աշխատում այդ գյուղի համար։ Արգելքը, որ տեղական իշխանությունները դրել էին Նախիջևանի այս կամ այն բնակավայրը կամ հուշարձանները մոտենալ, լուսանկարել, չափագրել, դա անհնարին մի բան էր։ Որ թվականներից արդեն արգելում էին։ Դա արդեն 65-66 թվականներից։ Անհնարին մի բան էր, ուրեմն առաջի բարդություն այն է, եթե այնտեղ գրանցում չունես Նախիջևանի տարածքում, ուրեմն չես կարող ազատ ելք ու մուտք ունենալ։ Սահմանային գոտի էր Ադրբեջանը հասել էր նրան, Հայաստանի տարածքում էլ կա սահմանային գոտի Արաքսամերձ հատվածներում կամ որտեղ սահմանամերձ հատվածները սահմանից մի 5-6-10 կիլոմետր առավելս այդտեղ սահմանային հատված է ելք ու մուտքը մի քիչ դժվարություն կա։ Իսկ Ադրբեջանը հասել էր նրան, որ ողջ Նախիջևանի ամբողջ հանրապետության տարածքը հայտարարել է սահմանային գոտի։ Իսկ դուք ո՞նց եք կարողանում նկարել, արձանագրել։ Դե հիմա դա ասեմ դες, որովհետև պետք է այնտեղ ասենք մուտք գործելու համար այսօրվա լեզվով ասած վիզային համակարգ էր։ Պետք է գրություն ունենք այնտեղից, որ ասենք հարազատներն են բնավորում, ծնողներ են, չգիտեմ, կամ ինչ որ մի հարսանիքի պետք է մասնակցես կամ թաղումը եւ այլ։ Գրություն պետք է ուղարկեն, այստեղ Երևանում գրանցված անձնավորությունը պետք է դա ներկայացներ իր շրջանի ներքին գործերի բաժին, ներքին այդ բաժինը իր հերթին ներկայացնում էր պետանվտանգության կոմիտեին, անձին ստուգելու ով է ինչ է, եթե թույլտվությունը կար, եթե մաքուր է մարդը, ոչ մի բան չգիտեմ ինչ, այդ անցագիրը տալիս էին 5 օր, 10 օր, չգիտեմ մինչև 2 ամիս, 3 կարճաժամկետ 3 ամիս։ Դայով իմիջիայլոց պետք է ասել շատ խիստ սահմանափակում ուներ, ասենք տվել են, ասենք Արինջ գյուղ գնալու համար։ Այս Արինջից հաջորդ գյուղը, ասենք 3 կիլոմետր է, 5 կիլոմետր է, չգիտեմ, ծանոթ ունես, բարեկամ ունես, ու մեզ այցելություն գնաս, անպայման պետք է տեղական իշխանությունը տեղեկաց թույլտվություն վերցնես, գնաս նոր վերադառնաս։ Այսպիսի արհեստական դժվարություններ, էլ չեմ խոսում, եթե հանկարծ մոտենաս եկեղեցու մոտ, լուսանկարես, նայես, արձանագրություն արտագրես եւ այլ, կամ չափագրես, դրանք բացառված են եղել։ Արայազան, բայց այդ սահմանափակումներով հանդերձ ինչպես կարողացաք նյութեր հավաքել։ Դա ինձ համար էլ է հանելուկ մնացել, դա ըստ երևույթին կա այսպիսի մի բան, որ Աստծո կամ տիեզերական ինչ որ ուժի արկայություն ինձ թվում է գոյություն
կա, որովհետև եթե դա չլիներ, դժվար թե ես կարողանայի այդ աշխատանքները իրականացնել։ Նրանց սահմանափակումներից, ձերբակալումներից, չգիտեմ, հազարումի ծեծ ու ջարդերից, բանից հետո դարձալ էլի գնաց նորից այդ նույն ճանապարհով։ Միայնակ սարուձոր, չգիտեմ, այստեղ անտեղ 4 կողմը ադրբեջանցիներ թե ինչ կանեն, կարող են, չգիտեմ, ծեծել, ջարդել, սարից գլորել, երբեք կենթանի չէր կարող վերադառնալ։ Ինձ համար էլ դա մինչև հիմա հանելուկ է, թե ինչպես եղավ այդ ինչ ուժ կար, ինչ ուժ էր մտել իմ մեջ, որ մինչև 88 թվականը ամեն շաբաթ կիրակի հանգստյան օրեր արձակուրդներ ես անցկացրել եմ Նախիջևանի տարածքում։ Ընդհանուր առմամբ ինչ հասցրեցիք արձանագրել։ Ընդհանուր առմամբ հասցրեցի ուրեմն գետ երեսին եղած Նախիջևանյան նյութական եւ մշակութային արժեքները 99%-ի չափով լրիվ լուսանկարել, չափագրել, արձանագրությունները հավաքել, երկու բան բաց մնաց, որտեղ տեղում ամիջապես ձերբակալեցին, հնարավոր չեղավ ժապավենները փրկել, դեն ժամանակ այս թվային բաներ գոյություն չուներ։ Դա ուզում հարցնել, ինչ ավելի դժվար էր, ավելի մեծ էին սարքերը։ Ավելի ֆոտոապարատ պետք է ունենաս, հետո առաջի անգամ սև սպիտակ է անում, հետո եկավ սլայդները, գունավորի համար սլայդներ, 2 ապարատով, նույնիսկ 3 ապարատով պետք է թաքցնես, էսանես, սենանես, 36 կադրը շուտ նկարում ես, վերջանում պետք է փոխես, հատուկ սև կտորով բաներ է ստեղծել, որ փոխեն բաները, երբեմն ֆոտոապարատներն են խափանվում, հնարավոր չէր լինում այն բան անել, եւ այդպես ամեն այս հերության ժամանակ 10, 15, 20 ժապավեն լուսանկարում էի եւ վերում ասենք ստեղ հայտարարություն է տալիս էին այլ տպագրելու, բայց հետո լրիվ ֆինանսական ծախսերը մեծ էին, ստիված եղա սովորել նաեւ հայտացել այդ ժապավենները, տպագրել ինքս, որովհետեւ բաներ կար, որտեղ եղանակը ինչ եղանակի որ լինում էր, ստիված էր ունում ամիջապես լուսանկարել եւ հեռանալ մի 2-3 րոպեի ընթացքում, որովհետև իսկույն հավաքվում էին, այս կողմ ինձ օգնեց նաև ադրբեջաներեն լեզուն գրեթե վարժ իմանալս, շատ հիմա էլ գիտեք։ Հիմա էլ գիտեմ, իհարկե, նույնիսկ ժամանակին տարիներին ադրբեջաներեն հոդվածներ էի գրում, իրենց թերթերում տպագրվում էի։ Դա ես օգնեց որոշ բաներ, մի շարք անգամներ ձերբակալվել են եւ այլ։ Բայց հետ չեք կանգնել, պարոն Այվազյան։ Հետ չեք կանգնել նպատակից։ Դա եմ ասում, հետ չեմ կանգնել, այս ոչ թե մարկային տեսակետից կարող է վախ առաջանել, չգնայի, բան չանեի, հետո ամուսնացել էի, կինս մի կողմից, երեխաները մի կողմից արդեն չէին ուզում գնայի, որտեղ իրոք շատ սարսափելի բաներ են կատարում, մեկ անգամ կնոջս ու մեծ տղայիս հետ էին գնացել, Աբրակումիս Իվան գնացինք, տղասին ժամանակ 4-5 տարեկան պետք է լիներ, իսկ գերեզմանատունը գնացինք, որ լուսանկարենք, իսկ հավաքվեցին մի 10-15 հոգի, սկսեցին ով ես ինչ ես քաշ քշոց եւ այլ, ստեղասել ուրեմ լացում էր, բան անում, քարերը վերցնում էր, դրանց էր խփում, պապայից բան չասեք, ես կանեք են չան։ Ինչևէ, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, փառք Աստծո, որ դարձյալ, ինչպես նշեցիք, հետ չկանգնեցի։ Սա այդ տիեզերական երևի բաններ, հովանավորությունն է, չգիտեմ, որ դա ինձ օգնեց, մինչև հիմա էլ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ուժ էր դա։ Ինչ ուժի շնորհիվ կարողացա այդ ամենը փրկել։